Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը դեռ շատ երկար է չարչարելու այն ՔՊԱ-ականներին, ովքեր նպատակ ունեն լինել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ՔՊ-ի ռեյտինգային համարներում։ Նախ Փաշինյանը նպատակ ունի ՔՊ 1000 պատվիրակների միջոցով ՔՊ ցուցակի 280 հոգանոց անդամներից 50 հոգու ընտրել, հետո այդ 50-ին ուղարկել քարոզչություն իրականացնելու, որպեսզի արդեն կարողանան կրկին քվեարկությամբ այդ 50 հոգու տեղերը որոշել։ Ով կարողանա լավ քարոզարշավ անել մարզերում, ՔՊԱ-ականների մոտ նա էլ պատվիրակների ընտրությամբ կզբաղեցնի ցուցակի 50 պատվավոր տեղերը։ Նիկոլ Փաշինյանը հստակ որոշում ունի մաքրել կուսակցությունը այն անդամներից, ովքեր այս ժամանակահատվածում լուրջ հարված են հասցրել ՔՊ-ի վարկանիշին եւ թողնելու է, որ դա արվի հենց կուսակցականների միջոցով, այլ ոչ թե իր որոշմամբ։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները նշում են, որ հաջորդ ազգային ժողովում ՔՊ-ն այլ ներկայացվածություն է ունենալու։ Հիմա ՔՊ-ում շատ լարված մթնոլորտ է, բոլորը իրար դեմ են դուրս եկել, պետք է կարողանան պատվավոր տեղերում լինել։ Իսկ ովքեր են ՔՊ 1000 պատվիրակները, նրանք ՔՊ-ի այն անդամներն են, ովքեր դիրք ունեն կուսակցությունում, հիմնադիր անդամ են կամ 3 տարվա կուսակցական են։ Հրապարակ թերթը գրում է. Մեր տեղեկություններով իշխանությունները Գարեգին Բ-ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում։ Մեզ պատմեցին, որ քննչական կոմիտեում մեղադրանք է քննվում փողերի լվացման հոդվածով։ Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է շողակաթ հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, որը եւս գործով անցնում է։ Մենք դիմեցին գլխավոր դատախազություն, գրավոր հարցում պահանջեցին, մինչ կստանանք մեր հարցման պատասխանը, փորձեցինք Մանյա Ղազարյանին հարցեր ուղղել։ Ձեզ հրավիրել են քննչական մարմին, ինչ գործի շրջանակում, ինչ կարգավիճակով եւ դա առնչվում է արդյոք վեհապարին։ Նա որևէ կարգավիճակ ունի այդ գործով։ Տիկին Ղազարյանը միայն հաստատեց, որ հրավիրվել է քննչական կոմիտե։ Մեր տեղեկություններով գործը վերաբերում է բնակարանին, որը Մայրաթոռը հատկացրել է շողակաթի երկարամյա տնօրենին իր ֆոնդից։ Հետագայում այդ բնակարանը սեփականատերը վաճառել է։ Այդ գործարքն էլ քննչական կոմիտեն որակում է որպես փողերի լվացում, որին իրականացրել է ամենայն հայոց կաթողիկոսը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. հեղուկ գազ չկա, եղածն էլ գրեթե կրկնապատիկ թանկ է։ Տևական ժամանակ է վարորդները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հեղուկ գազի դեֆիցիտի վերաբերյալ, սակայն ոչ լսող կա, ոչ խնդիրը լուծող։ Վարորդները Facebook-յան փակ խմբերում վստահեցնում են, որ հեղուկ գազի ճգնաժամն արհեստական է։ Թեև օրինակ մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վստահեցնում է, որ ճգնաժամը ներկրման հետ կապված խնդիրների պատճառով է։ Ժամեր առաջ վարորդներից մեկը գրել է վաղը Պոլնի գազա գալու։ Լարսը նոր 100-ից ավելի գազի մեքենա անցան։ Սրանից պատասխան շատերը հուսահատ գրում էին։ Ինչքան էլ գա մեկը հələ երկար ժամանակ թանկով են լցնելու 250-ից 320 դրամ։ Քանի դեռ կախի է շանծախեն։ Երևի ուզում են լավ թիքապոկեն, էլի մինչև գնացքով բերողները էլ չեն կարողանալու Լարսի փակ լինելու վրա գցեն։ Ստացվում է, որ սա անվստահություն է Հայաստանի Հանրապետության պետական կառույցների նկատմամբ։ Հետաքրքիրն այն է, որ բացի դեֆիցիտից, որի համար գրեթե որևէ կառույց չի փորձում պատասխանատվություն կրել, խնդիր է նաև շուկայում առկա հեղուկ գազի գինը։ Օրինակ Երևանում եւ մարզերում տարբեր լցակայաններում կա գնային կտրուկ տատանում։ Երևանում այն արժե 250-ից 270 դրամ, իսկ մարզերում 290-ից 320 դրամ։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանը երեք կառավարության նիստից հետո լրագրողներին հուսադրել էր, թե հեղուկ գազի թանկացումը սարսափելի չէ։ Հեղուկ գազի թանկ ամիսներ կան, որից մեկը հունվարն է, մյուսը հունիսը։ Հրապարակ թերթը գրում է. գործադիր եւ օրենսդիր մարմիններում բաժանված միլիոնավոր դրամների պարգևավճարների լուրից ցնցված հանրությանը ըստ ամենայնի երկրորդ ցնցումն է սպասվում։ Բանն այն է, որ կառավարությունը բաժանված մի քանի միլիարդ դրամ կազմող պարգևավճարները միայն 2025 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով են տրվել, որն ամրագրված է նաեւ պաշտոնական փաստաթղթերում։ Հետևաբար սպասվում է նաեւ երկրորդ կիսամյակի համար պարգևադրումը։ Չնայած Փաշինյանն ու որոշ նախարարներ ներկայացնում են, թե մեկ տարվա կտրվածքով է 7-8, իսկ Փաշինյանը 14 միլիոն դրամ պարգևավճար ստացել, սակայն հետո Փաշինյանը հայտարարեց. պետական որոշման շրջանակում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել, ինչը նշանակում է, որ իր ամսական աշխատավարձն է բարձրացվել։ Իսկ 13 թե 14 միլիոնի միանվագ գումարը վերաբերում է 1 կիսամյակին եւ ամսական կտրվածքով ոչ թե 1.5, այլ 2 միլիոն 300 հազար դրամի ավելացում է ունեցել։ Տեղեկություններ կան, որ առաջիկայում բարձրաստիճան պաշտոնյաները երկրորդ կիսամյակի համար էլ կպարգևատրվեն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրել առանց հրապարակային պարզաբանման, թե ինչ հարց է բերում օրակարգ։ Ժողովուրդ օրաթերթին պաշտոնապես որևէ մեկը չի մեկնաբանում, ինչ օրինագիծ են ներկայացրել արտահերթով եւ որն է այդ շտապողականության կենսական կարեւորությունը։ ՔՊ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ արտահերթ նիստի առանցքում ընտրությունների ընթացքում դիտորդական մարմինների աշխատանքի հետ կապված օրենսդրական փոփոխությունն է։ Ըստ աղբյուրների ընտրական օրենսգրքի մի հատվածը դեռ անցած տարի հաստատվել
ստորագրվել է, սակայն առանց այժմ առաջարկվող փոփոխության արդեն ընդունված նորմերով Հայաստանի Հանրապետության նախագահը չի կարող ստորագրել օրենքը, եւ հենց դրա համար էլ իշխանությունը մտադիր է այսօր անել այդ փոփոխությունները ազգային ժողովում անցկացնելով երկու ընթերցում։ Այնուհետև այն արագ ուղարկվի նախագահի ստորագրությանը, որպեսզի հունիսին կայանալիք ընտրությունների ժամանակ օրենքը կիրառելի լինի։ Հրապարակ օրաթերթը գրում է. Պետեկամուտների կոմիտեի մեր աղբյուրները հայտում են, որ կառույցի ղեկավար Էդուարդ Հակոբյանի նկատմամբ համակարգի ներսում դժգոհությունը մեծ չափերի է հասնում, քանի որ Հակոբյանը ըստ փորձառու աշխատակիցների չի տիրապետում իրավիճակին, աշխատանքային կոնտակտի մեջ չի մտնում ենթականների, անգամ տեղակալների հետ։ Կարելի է ասել մեկուսացած է, ինչի հետևանքն են նաև Պեկուն վերջին շրջանում աղմկոտ բացահայտումներն ու ձերբակալությունները։ Հակոբյանը, հիշեցնենք, այդ պաշտոնին են նշանակվել 2024 թվականի նոյեմբերին, երբ SMS հաղորդագրությամբ առանց որևէ հոդաբաշխ բացատրության Պեկ նախագահի պաշտոնից ազատվեց Ռուստամ Բադասյանը։